Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադիա Բաղդասարյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես շնորհակալ եմ հրավերքի համար։ Բժշկուհի, նախ խոսենք, թե 2025 թվականը ինչպես ամփոփվեց հոգեկան առողջության կենտրոնում։ 25 թվականը հոգեկան առողջության կենտրոնի համար շատ բարեբեր էր, այնքանով, որքանով մենք առաջին հերթին, երբ որ ասում ենք, խոսում ենք իհարկե մեր ֆինանսական վիճակի, մեր գործունեության վերաբերյալ, մենք տարին փակեցինք ամեն ինչը շատ բարեհաջող, որևէ պարտք չունեցանք, իստապուշ հաստատության համար կարևոր ցուցանիշ է, որովհետև այստեղից ելնելով նաև մեր բուն ծառայությունների մատուցումը եւ հաջողություններն են բխում, աշխատողները գոհ էին, բացի աշխատավարձերը, որ գրեթե մշտապես վերջին 5-6 տարիների ընթացքում անկեղծ ասած, մենք աշխատավարձերի խնդիրներ չենք ունեցել, բայց արդեն երրորդ տարին կրկին մենք տարին եզրափակեցինք 13-րդ աշխատավարձով, որը որ այսօրվա պայմաններում գիտեք աշխատողների համար շատ ցանկալի է եւ անհրաժեշտ է եւ ինձ համար որպես բժիշկ շատ կարեւոր էր, որ մենք մահ չունեցանք, իսկ հոգեբուժարանը մահ չունենալ դա շատ կարեւոր ցուցիչ է, որովհետեւ այսօր շատ հիվանդներ, որոնք որ մեր մոտ ստանում են ոչ թե բուժում որպես հոգեկան խնդիր ունեցողներ, այլ նաեւ խնամք, իսկ այդ խնամքի պացիենտները հիմնականում տարիքով են եւ որ չեն ունեցել մահ, դա բարձր լավ ցուցանիշ էր։ Այսքանը կարող եմ ասել։ Մեզ համար վատ տարի չէր 25 տարին կցանկանայի, որ 26 թվականը եւս եզրափակեինք նույն ցուցանիշներով։ Այ խոսեցինք ցուցանիշներից, տվյալ պահին, հոգեբուժական կենտրոնում քանի հիվանդներ են, այսպես ասած, հոգեբուժական ծառայություններ ստանում։ Ասեմ, հոգեկան առողջության կենտրոնը դուք արդեն քաջատեղյակ եք, որ իր ծառայություններ է մատուցում եւ հիվանդանոցային առումով, հիվանդանոցային ծառայություններ եւ դիսպանսեր, այսինքն ամբուլատոր։ Որպես հիվանդանոցային ծառայություն պատկերացրեք Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը մշտապես աշխատում է 95-100% ծանրաբեռնվածությամբ եւ այստեղ հիմնական այդ ցուցանիշը ստեղծողները խնամքի պացիենտներն են եւ մենք ծառայություն ենք մատուցում, ասեցի, ամբուլատոր պայմաններում, մենք ունենք տարին ավարտել ենք մոտ 5460 հոգեկան խնդիրներ ունեցող, հաշվառված հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պարագայով, բայց պատկերացրեք, արդեն մենք 4-րդ ամիսն ենք, երբ որ ցուցանիշները վերլուծում էինք, արդեն 68 նոր ընդգրկված հոգեկան խնդիր ունեցող անձինք ունենք։ Այսինքն նաև ցուցանիշը ավելացել է։ Եվ դա ինչով է պայմանավորված։ Դրանց մեջ մեծեր եւ փոքրեր։ Ինչով է պայմանավորված։ Գիտեք, հոգեկան խնդիրները գնալով ավելանում են, ես ասեմ, երբեմն դա վերագրում են հաճախելիության բարձրացմամբ եւ ախտորոշման ավելի լավ ախտորոշումով եւ ախտորոշման ավելի մեծ թիվ կազմելով նաեւ պոլիկլինիկական ցանցում եւ մեզ ուղեգրելով, ինչ խոսք շատ կարևոր է, որովհետև այսօր արդեն առաջնային օղակը շատ ավելի ուշիմ է եւ եթե մենք նկատի ունենանք, որ արդեն 2 տարի, կարծեմ 2 տարի է առաջնային օղակումը ինտեգրվել է հոգեկան առողջության խնդիրների բուժման, վաղ հայտնաբերման, իսկ եթե կարիք կա, եթե հոգեբուժների խնդիր կա տվյալ տարածաշրջանում, դա մեզ չի վերաբերվում իհարկե, այնտեղ նույնիսկ առողջության առաջնային պահպանման օղակի ընտանեկան բժիշկներին տրված է գործառույթներ, որոշակի գործառույթներ եւ վաղօգտորոշման եւ պրոֆիլակտիկայի առումով եւ երբեմն նաեւ տեղորակի նշանակման առումով։ Իսկ եթե առաջնային օղակը ակտիվ ներգրաված է այս process-ում, ես կարծում եմ համենայն դեպս, որ եւ ուղեգրումներն են ավելանում, հետեւաբար որքան եւ նաեւ մի փոքր սանդուս աշխատանք այն առումով, որ ել առաջվա նման հոգեբուժարան բառը
վերացած է չկա եւ հոգեգան առողջության կենտրոնը կորցրել է այդ իր սարսափազդու բանը տեսքը եւ այսօր արդեն շատ ավելի հանգիստ են հոգեգան առողջության կենտրոն այցելում։ Այսինքն մյուս կողմից էլ մարդկանց գիտակցական մակարդակն է բարձրացել է այո միանշանակ այդ առումով։ Գիտեք, երբ որ ես սկսել էի, ես ինքս մանկական հոգեբուժություն եմ անում, երբ որ նոր էինք սկսել, այնքան քիչ երեխաներ էին բերում, շատ քիչ եւ նույնիսկ առաջարկություն կար Երևանի մեր հոգեբուժական ասոցիացիան միշտ առաջարկում էր, իսկ չեք ուզում, որ Երևանի նման դուք էլ մանկական հոգեբուժությունը տեղափոխեք պոլիկլինիկաներից մեկում, որբիսի դա մարդկանց համար մի տեսակ խարանի բան է, որ իրենք գալիս են հոգեգան առողջության կենտրոն, բայց պատկերացրեք մենք դա չարեցինք բնականաբար, որովհետև ես նաև աշխատում էի տնօրեն եւ ստացվեց այնպես, որ Երևանը արդեն այսօր ապակենտրոնացումից նորից կենտրոնացավ եւ հիմա արդեն մանկական հոգեբուժական ծառայությունը տեղափոխվեց արդեն 1 տարի է Ավանի հոգեբուժական առողջական կենտրոն, այսինքն իրենք վերադարձան այն նույն կարգավիճակին, ինչպիսին մենք ենք։ Եվ այսօր այնքան շատ են, այնքան ավելացել է երեխաների, մայրերի գիտակցությունը շատ բարձրացել է։ Ես այս առումով շատ տեղ եմ տալիս նաև առաջնային ուղղակին, ինչու՞ չէ, դա պետք է ասեմ, որովհետև իրենց մոդից են գալիս երեխաները մեր մոտ։ Խոսեցինք մանկաբուժությունից, այստեղ հիմնականում որ հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում։ Մանկական հոգեբուժության ուրեմն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից հաճախ հանդիպող այսօրվա երեխաների մոտ վարքային խնդիրներն են իրենց աուտիստիկ համախտանիշի կամ աուտիզմ հենց հիվանդության տեսքով։ Այստեղ տարբերակման խնդիր կա, իհարկե ախտորոշումը պետք է շատ ճիշտ լինի, երբեմն նաև կարող ենք սխալվել, գոյություն ունեն վարքային խանգարումներ, գերակտիվ խանգարումներ, ուշադրության եւ ակտիվության խանգարումներ, որոնք հանդիպում են նաև աուտիզմով տառապող երեխաների մոտ լինում է ու մտածում ենք, որ գուցե այստեղ մի քիչ թիվը ավելի բարձր ենք մենք բանանում, ելնելով ախտորոշումից աուտիզմ աուտիստիկ համախտանիշը մի փոքր ավելի գուցե նոր հիվանդություն է, այդքան նոր չէ, բայց այսքան շատ նոր է։ Վերջին սերունդի։ Այնուամենայնիվ ես քիչ առաջ էլ մենք երբ որ զրուցում էինք, ասում էի, որ որքան որ մենք սխալվում ենք, աուտիզմ ախտորոշում ենք տանում, ասենք թե վարքային խանգարումները եւ ուշադրության եւ այլն խանգարումները, այնքան էլ չի բացառվում, որ մենք աուտիզմով կամ աուտիստիկ համախտանիշով տառապող երեխաներին այն մյուս դասակարգման մեջ ենք տանում։ Այսինքն այս կամ այն ձևով դա վճռորոշ որոշիչ դեր կատարել չի կարող։ Աուտիզմը եւ միայն մեր մոտով չի, Հայաստանով չի, ամբողջ աշխարհում այսօր աուտիզմը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների պաթոլոգիաների դասակարգիչում իմ կարծիքով եթե ոչ առաջին, ապա վերին հորիզոնականներն է զբաղեցնում։ Այ լինելով մանկական հոգեբույժ եւ լինելով հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, դուք առնչվում եք, այսպես ասած, երկու սերնդի հետ՝ մեծահասակներ եւ մանկահասակներ, որի հետ է ավելի հեշտ, այսպես լեզու գտնել։ Աշխատելը ավելի հեշտ է մեծահասակների հետ։ Միանշանակ դա անհամեմատ է, երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, դա երեխաների հետ նույնիսկ որպես ասենք խնդիրներ ունեցող անձանց խնամողներ երեխաներին շատ ավելի դժվար է եւ ախտորոշման առումով է դժվար եւ դեղորայք տալու առումով է դժվար, որովհետև ես ձեզ ասեմ, դեղորայքի առումով մենք խիստ սահմանափակ ենք եւ մանկական հոգեբուժությունը դեղորայք չի սիրում։ Եթե ստացիոնարում ստիպված են լինում եւ ստացիոնարում հիմնականում իրենք աշխատում են արդեն շատ սրացած եւ բաթար վիճակում գտնվող հոգեկան խնդիր ունեցող երեխաների հետ եւ բավական ծանրաբեռնված է իրենց դեղորայքային նշանակումները, ապա ամբուլատոր պայմաններում, այսինքն այնտեղ որտեղ ես եմ այն պոստը, որտեղ ես եմ զբաղեցնում, այստեղ դեղորայքները շատ սահմանափակ են, մենք աշխատում ենք հոգեկան խնդիր ունեցող երեխաներին հոգեմետ դեղորայքներ չնշանակել, իսկ եթե նշանակում ենք երկրորդ սերնդի, այսինքն դեղորայքներ, որոնք զերծ են այն բոլոր կողմնակի ազդեցություններից, որը ունենում ենք մեծերի մոտ։ Հիմա երևի կմտածեք, թե իսկ ինչու մեծերին կարելի է
մեծերին չի կարելի, բայց այն անվերադարձ փոփոխությունները, որոնք առաջացնում են մեր հին դեղորայքները, հին սերնդի դեղորայքները, թերևս երեխաների մոտ դրանք կարող են լինել անդառնալի եւ ճակատագրական, որը մեծերի մասին չեք կարող ասել։ Իհարկե նաեւ մեծահասակների առումով այսօր արդեն նոր դեղորայքներ կան, շատ ողջունելի է, այսօր արդեն նախարարությունը մեզ համաժար անընդհատ հրամայեցնում է նոր սերնդի դեղորայքներ մեր ցանկացած չափով, հենց այսօր էլ բավականին շատ անտիդեպրեսանտներ եւ հոգեմետ դեղորայքներ մշտապես իրենց ունեցած ռեզերվից եւ գիտեք ողջունելին որն է, եթե մենք նախկինում մարզերը մի տեսակ աղքատի կարգավիճակում էին եւ Երևանից դեղորայքը մարզերին տրվում էին այն ժամանակ, երբ որ արդեն Երևանում դա օգտագործելու տեղ չկար, ասեմ դա եւ բոլորը ինձ կհաստատեն եւ կամ այդ դեղորայքները մոտենում էին իրենց ժամկետի ավարտին, բայց այսօր հավասարապես բոլոր տեղերին տրվում են, մենք էլ անընդհատ ստանում ենք նոր դեղորայքներ, իսկ ստացիոնար պայմաններում, այսինքն հիվանդանոցային բուժվող հիվանդների համար մենք ունենք այն բոլոր նոր սերնդի դեղորայքները, ինչ որ Երևանն է ունենում, ինչ որ աշխարհի բոլոր հոգեբուժարաններն են ունենում, անկեղծ ասեմ, այսօր մենք ունենք հնարավորություն եւ մեկ հիվանդի հաշվով դեղորայքի գումարը տրվում է այնքան, որ մենք կարող ենք բոլորի համար էլ կարիքի եւ ցանկության դեպքում ունենալ նոր սերնդի դեղորայք եւ մեր բուժհաստատությունը Փառք Աստծո արդեն քանի տարի 4, 5, 6 տարի, երբ որ մարդու իրավունքների պաշտպանի կողմից մշտակ դիտարկումներ են անում է, համենայն դեպս արդեն երկար ժամանակ է, քանի տարի է, որ մեզ որպես բացասական գիր չի բնորոշվել նոր սերնդի դեղորայքների բացակայություն, դրանք միշտ արկա են եղել, բայց անկեղծ ասեմ, հին սերնդի դեղորայքները նաև դրսում են որոշակի օգտագործվում, այնպես չէ, որ իրենք չեն օգտագործում, բայց իհարկե մեզանից ավելի շատ, այսպես։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ մանկահասակ երեխաների հետ աշխատելիս, հիմնականում փորձում եք զերծ մնալ դեղորայքների տրամադրում, եւ ապա ինչ մեթոդով եք աշխատում։ Ուրեմն մանկական հոգեբուժությունը թերևս շատ ավելի աշխատանքի ալտերնատիվներ ունի, ձեզ ասեմ։ Իհարկե մեծերի մեծ հոգեբուժությունը եւս ակնկալում է, որ պետք է լինի հոգեթերապիա, որ պետք է լինի աշխատանքային թերապիա, օրինակ, որը որ երեխաների մոտ չի կոչվում աշխատանքային թերապիա, բայց զբաղվածությունը իր այլ տարատեսակներով ու անուններով նորից բերում է այդ աշխատանքային թերապիային, արտ-թերապիա, բայց երեխաների համար, եթե մեծերի համար ընդամենը նշանակություն ունի այդ ալտերնատիվ թերապիան, իրենց լուսավոր շրջանները, լավացման փուլերը մի փոքր ավելի երկարացնելու, կայունացնելու, ապա մենք երեխաների առումով խոսում ենք բուժման մասին։ Այսինքն մենք երեխաների մոտ մենք լիարժեք բուժում ենք ունենում։ Անկեղծ ասեմ, տարբերությունը այնքան մեծ է, մեծ հոգեբուժությունում կան լուսավոր շրջաններ, բժշկական լեզվով ասվում է ռեմիսիա, այսինքն լավացման փուլեր, ռեմիսիայի փուլեր, իսկ մանկահասակ երեխաների մասին մենք չենք մտածում լուսավոր փուլի մասին, անկեղծ ասեմ, տեսեք, դուք հարցը տվեցիք ու ես առաջին անգամ ինձ բռնացրեցի ոնց որ այդ առումով մտածելու, ես երբեք չեմ մտածում, որ ահագին ժամանակ լավանա, տեսնենք հետո ինչքան կտևի, ես մտածում եմ, որ ինքը պետք է լավանա ու ես կարծում եմ, որ մանկական հոգեբուժը միշտ դա է մտածում, որ այս երեխան հոգեկան խնդիրների ձերբազատվի ընդհանրապես, բայց մեծերի պարագայում ես չեմ աշխատել, ես նաև մեծերի հոգեբուժ եմ, բայց անկեղծ ասած երբեք չեմ աշխատել, չեմ էլ ցանկանա աշխատել, իրենք թող չնեղանան, բայց իրենց առումով ամեն ինչ կորած է, այստեղ ընդամենը վիճակների որոշակի լավացման մասին է, բայց ցավոք ու դժբախտաբար մենք առնչվում ու արճակատվում ենք այսօր նաև մանկահասակ երեխաների մոտ այդ վիճակին, երբ որ դաժան իրականությունը դու զգում ես, որ այդտեղից ելք չկա, հասկացանք, չէ, ու շատանում են, գնալով ավելի շատանում են, ամեն ինչը նշանակություն ունի, էլի չգիտես։ Այդ ցուցանիշը, որ բարձրանում է, հիմնականում ինչով է պայմանավորված։
Մանկական հիվանդացության, մանկական հիվանդացության ցուցանիշը ուրեմն հիմնական չեմ կարող ասել սրանով, այստեղ սնունդը, համար առաջի սնունդը, անկեղծ ասեմ տեսություն կա, սնունդը մոր, օրինակ հղիության ընթացքում, օդը, աղտոտվածությունը, մեր սնունդը, քիմիան, մենք առանց քիմիայի սնունդ այսօր չունենք։ Եթե մենք առաջ ասում էինք, որ մեր գյուղատնտեսական սնունդը, մեր տեղականը շատ ավելի մաքուր է, բայց այսօր մեր մոտ իրացվում են թունաքիմիկատների հսկայական քանակություն, որը ես չգիտեմ որքանով էր այդ տվյալները որքանով էին օֆիցիալ եւ որքան կարելի է ընդունել հավաստի այդ տվյալները, բայց ուրեմն ասում էին, որ երբ որ մեր հավերը ստուգվել են, թե որքան իրենք թունաքիմիկատներ են, թույն են, պարունակում հորմոններ հիմնականում, պարզվել է, որ ասում է, ինչ որ Եվրոխորհրդից, ինչ որ ստուգումներ են եղել եւ ասել են, որ իրենք կրում էին, որ մեր մոտի հավերը շատ ավելի անգամ են պարունակում հորմոններ, դա կա ինչ որ թույլատրելի սահման, որ կարելի օգտագործել, քան այն ժամանակ մեր մոտ Հայաստանում բրազիլական հավեր շատ կային։ Այդ ժամանակների տվյալներ եմ ասում, գուցե 3, գուցե 4 տարի առաջվա, ես չգիտեմ, գտնում են, որ մեր մոտ էլ շատ են օգտագործում այդ դեղորայքները, այդ հորմոնալ, որ ավելի արագ աճեն, կարճ ժամանակում։ Տեսեք օրինակ, ձուկը այնքան օգտակար է, այնքան անփոխարինելի է ձկան ճարպը ուղեղի համար, իսկ ուղեղը սնվում է հիմնականում դրանով, բայց գտնում են, որ հիմա մեկ ամսում ձկները կարող են մեծ մի քանի ամսական ձկների չափ դառնալ։ Գիտեք, սրանք գուցե մայթային խոսակցություններ են, բայց ամեն ինչ միշտ ունենում է, չէ, ճշմարտության ինչ որ մի հատիկ կա, եւ այստեղ սնունդն է, օդի աղտոտվածությունն է, մարդկանց կյանքի ռիթմի արագացումն է, մարդիկ խելահեղ վազք է թվում է, թե ուշանում ենք ամեն ինչից, տեխնիկան, ամեն ինչը, հեռախոսները, այս հեռուստացույցները, այսքան շատ ամեն ինչի տեխնիկաները, որ երեխաները ծնվում են դրանով, օրինակ աուտիզմի առումով միանշանակ ազդում են հեռախոսները, անընդհատ հեռախոսներից կապվածությունը։ Բժշկուհի Բաղդասարյան, ընդհանուր առմամբ ուզում եմ այս պահին խոսենք պայմանների մասին, կենտրոնի բարելավում տեղի ունեցել է վերջին շրջանում։ Գիտեք, շենքային պայմանները շենքի տարածքի առումով բարելավում դեռևս չի եղել, բայց ես կարծում եմ, որ 26 թվականին կարծում եմ, որ այդ մասին կմտածենք, որովհետև երբ որ հանդիպումներ եղել են, այդ մասին խոսակցություն եղել է ու չեմ կարծում, որ անտարբեր լինեն, բայց պայմանները, տարածքի պայմաններ չեն բարելավել, բայց մենք լավացրել ենք իհարկե պայմանները, ներքին հարդարման աշխատանքներ են կարել, հիվանդասենյակներում մահճակալները նորացված են, թարմացված են, կողապահարաններ բոլորի կողքին կա, որքան որ տեղը հնարավորություն է տվել, մենք ունենք սանհանգույցներ բավարար չափով, մեզանից պահանջեցին, որ լինեն նաև սովորական զուգարանակոնքեր ունեցող սանհանգույցներ, մենք դրանք էլ ենք ապահովել, իրենց մաքրության եւ ամեն ինչի սանիտարական վիճակի պահպանման բոլոր հնարավորությունները եւ մեր բյուջեի ավելացումը, մեծացումը հնարավորություն է տվել մաքրող նյութերի ավելի մեծ քանակություն ձեռք բերել, լավացել է սնունդը շատ անգամ փոխվել է, դա առաջվա սնունդը չէ, բավարարվում են սննդի առումով իհարկե մի փոքր փոփոխություններ են մտցնում, պարզվում է, որ մենք իրենց մի քիչ շատ ենք ավելի սնունդ տալիս, քան անհրաժեշտ է, բայց դրանք իհարկե չափորոշիչներ են մշակվում եւ բարելավել են նաեւ աշխատողների աշխատանքային պայմանները, բոլոր աշխատասենյակները ապահովել են կահույքով, մենք շատ մեծ տեխնիկական հագեցվածություն մեզանից չի պահանջում, բայց այնուամենայնիվ մենք այն ամենաանհրաժեշտները, դա տոնոմետրն է, դա բոլոր ջերմաչափերը նոր առանց սնդիկային ջերմաչափերի, ինչը որ պահանջ կա, մենք բոլորը ապահովել ենք։ Մենք ունենք տեսախցիկներ մեր շենքի շուրջ իհարկե չենք ուզում բաժանմունքներում տեղադրել, որովհետև դա մի փոքր լինում է ինտիմ եւ ոչ ճիշտ եւ չի պարտադրվում մեզ,
եթե պարտադրվի դա էլ կանենք։ Ամեն ինչը արվում է ըստ չափորոշիչների։ Ամեն ինչ անում ենք չափորոշիչների համապատասխան, բացառությամբ տարածքի առումով, որը որ մենք չենք կարող, եւ ճիշտ է, մեղադրվում ենք ՄԻՊ-ի կողմից, բայց մեր վերադասը մեզ շատ լավ հասկանում է, որ այդ տարածքի առումով, ասենք, մենք ծավալվելու տեղ չունենք։ Մասնագետների պակաս կա։ Մասնագետների պակաս ի ուրախություն ինձ եւ մեր ամբողջ մարզի, մենք արդեն 6-8 տարի երբեք մասնագետի պակաս չենք ունեցել։ Անընդհատ մեր մասնագետները, եթե ես համեմատում եմ այլ մարզերի հետ, եւ ավելի երիտասարդ են եւ քանակով ավելի շատ են, մենք ապահովում ենք ոչ միայն մեր հիվանդանոցային, ամբուլատոր ծառայությունները եւ Փառք Աստծո մի պատասխանատվություն, որը որ կիսով չափ կիսում եմ նաեւ ես լինելով վերջը պատասխանատու մարզի ամենամեծ բուժհաստատության տնօրեն, մենք կարողանում ենք մեր զորակոչի հանձնաժողովը անպայման ապահովել հոգեբուժով, դա շատ կարևոր ցուցանիշ է, որը շատ երիտասարդ, խոստումնալից հոգեբուժ է եւ ինքը նաեւ համատեղում է թմրաբանական ծառայությունը, առանց որի անկեղծ ասած անհնար է, հնարավոր չէ, որովհետեւ դրանք կարծես հոգեբուժությունը եւ թմրաբանությունը բան զույգեր են, դրանք պետք է անպայման լինել եւ Երևանում եղած բուժման մեթոդներից հիմնականները նաեւ իրականացնում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Այսինքն երիտասարդ կադրերով համալրել եք արդեն եւ դա ողջունելի է։ Մենք խնդիր չունենք։ Օրինակ, հիմա երբ մեզ ասում են կադրերի պահանջ, մենք գրում ենք մենք չունենք։ Այսինքն, եթե հիմա ավել կադրեր պահենք, պետք է ինչ-որ մեկի աշխատանքի հաշվին լինի։ Փառք Աստծո, մենք ունենք, տեսեք, հոգեբուժներ ունենք, մենք ունենք հոգեթերապևտ, որ հանրապետությունում բացի Երևանից որևէ բուժհաստատություն չունի։ Եվ ես ուզում եմ նույնիսկ ասել, ես չգիտեմ ճանաչում եք թե չէ, հրաշալի հոգեթերապևտ է ինքը, հրաշալի, իսկական։ Մենք ունենք բաժանմունքում աշխատող թերապևտ, խորհրդատու, որ մշտապես բոլոր ընդունվող պացիենտներին ստացիոնարում անպայման ինքը տեսնում եւ իր բանը իստորիա հիվանդության պատմագրում իր բանը թողնում է անպայման, զննումները այնտեղ թողնում է, մենք ունենք լաբորատորիայի բժիշկ եւ մենք ունենք էպիդեմիոլոգ։ Կարծում եմ, որ բավական լավ է, էլի, կուզենայինք ունենալ, անկեղծ ասեմ, նեղ մասնագետների առումով ես կարծում եմ, որ Գյումրու նման փոքրիկ քաղաքում, որտեղ ընդամենը 10 րոպեի հարց է, որ մենք հասնենք, ասենք Գյումրի կենտրոն, մենք աշխատում ենք պայմանագրային սկզբունքով, նեղ մասնագիտական բոլոր խորհրդատվությունները, մենք 10 րոպեում բժիշկն է գալիս, մենք ենք մեր պացիենտներին տանում եւ հրաշալի աշխատում ենք մենք, այո, պայմանագրային սկզբունքով խորհրդատվությունները իրականացնում ենք Գյումրի կենտրոնում։ Իսկ որքան էլ որ մենք ունենայինք այդքան մասնագետներ, ավելորդ կլներ, իրենք կարող էին ամբողջ ամիսներով պետք չգալ կամ գոնե օրինակ մի ամիս պետք չգալ։ Դրա փոխարեն մենք շատ հանգիստ փոխադուցվում է կատարված իրենց խորհրդատվությունների դիմաց։ Ես կարծում եմ, որ դա շատ հրաշալի է։ Հենց այս պահին մենք արդեն իրականացնում ենք մեր լաբորատորիայի որակի ներդրման գործընթացը, բավական մեծ գումար էր, մենք ուզեցինք, որ տարին փոխվի, հետո նոր լաբորատորիայում անում ենք այն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որը նախարարի հրամանով նախատեսված է մեր հիվանդության պատմագրերում, այսինքն կլինիկական սովորական այրան մեզի ընդհանուր հետազոտություն, կատարվում է բիոքիմիական հետազոտություն, կատարվում է նաև բաներ թեստավորում մենք ունենք զենքի եւ այլ դեպքերում, երբ որ կարիք է լինում թմրանյութերի, 3 տեսակի թմրանյութերի արկայությունը մեզում, մենք դա կատարում ենք, շատ լավ է, մենք շնորհակալ ենք նախարարից, որովհետեւ այդ հրամանը, որը տրվեց, նաև մեզ մյուս կողմից հնարավորություն ընձեռնեց եւ իրավունք տրվեց, որ մենք ունենանք ռեակտիվներ ձեռք բերենք եւ բացի դրանից դա սարք տվեց մեր վճարովի ծառայությանը։ Քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր ժամանակը մոտեցել է իր ավարտին, ես ստիպված եմ ձեզ շնորհակալություն հայտնել շատ հետաքրքիր զրույցի համար։
Շնորհակալություն Նալատյան, ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադիա Բաղդասարյանին։ Եղեք առողջ, Medinfo-ներ եթերում։